Բարի լույս էլի բարեկամներ, ողջունում ենք մեր Տեր Հիսուսի անունով, հրաշալի այսօր, հրաշալի, հիանալի ժամանակներ ենք ապրում եւ փառք Տիրոջը, որ Տերը մեզ կյանք է տալիս, նաեւ ոչ միայն կյանք, այլ ավելի կյանք։ Եվ այդ այլ ավելի կյանքի ուրեմն բաղադրիչ մասը այս առավոտվա, ընդհանրապես ամեն առավոտվա մեր առավոտը նվիրում ենք Աստծո խոսքին եւ դա մեր մեջ գեներացնում է այլ ավելի կյանք, որովհետեւ Տիրոջ խոսքը կյանք ունի, նա կենթանի է։ Այսօր մեզ միացել է մեր սիրելի Լևոն Պարտակչյան եղբայրը, նա ուրեմն հայաստանյաց ավետարանական եկեղեցու հիմնադիր, ներկայումս ավետարանական եկեղեցու վերապատվելի դոկտոր Լևոն Պարտակչյան եղբայրն է, որ եկել է մեզ մոտ եւ այսօր պատիվ ունենք լսելու նրան։ Այսօրվա թեման նախ շնորհակալ եմ պատվելի, որ եկաք, ընդունեցիք հրավերը։ Հաջիկ է։ Եվ ուրախանալի է, որտեղ միասնապար դիրոջ գործն են կատարում։ Այո։ Ադոնոմար հաջիկ է եւ նաեւ ծեր է միասին։ Եվ հաճելի է, երբ որ զրուցում ենք Աստծո խոսքի շուրջ, լսում ենք իրար շնորհք ենք տալի, շնորհք ենք ընդունում եւ դա մեզ համար շատ հրաշալի է։ Լևոն եղբայր, այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է, մի փոքր զրույց ունեցանք թեմայի շուրջ, հոգեվոր հասունություն, ես հասկացա, որ շատ տարբեր, այսպես ասած, լայն սպեկտրով պետք է լինի թեման, տարբեր ճյուղավորված, որքան հասկացա, թե անհատի կյանքում եւ թե ընդհանրական եկեղեցական կյանքում ինչպես անհատն է զարգանում եւ հասունանում հոգեվոր ճանապարհին, հոգեվոր, այսպես ասած, Աստծո խոսքի միջոցով հասունություն է տեղի ունենում, նաեւ եկեղեցական ուրեմն պայմաններում է դա տեղի ունենում, եկեղեցին հասունանում է։ Ես գիտեք ինչ հիշեցի, հայտնության մեջ այսպեսի խոսք կա, Հովհաննես ասում է Հիսուսը խոսում է, հայտնությունը, որ Հիսուսը խոսում է Հովհաննեսի հետ, այնտեղ մի հետաքրքիր տեղ կա եւ ասում է եկեղեցին եւ հոգին թող ասեն եկուր Տեր։ Սա շատ կարևոր բան է եւ այստեղ խոսում է եկեղեցու հասունության մասին, մինչեւ որ հասնի այն մակարդակին, որ ասի եկուր Տեր եւ կարծում եմ թե հենց դա է պատճառը լինելու, որ Տերը պիտի գա։ Ամեն։ Երբ որ եկեղեցին պատրաստ լինի ասելու եկեղեցի։ Ժամանակի լրումը որ կա, դերոջ ժամանակի նպատակ ունի դեր եկեղեցին։ Ամեն։ Որտեղ եկեղեցին իր վկայությունն է աշխարհի մեջ։ Ադորամար շարունակությունն է իր առաքելության եւ երբ ժամանակ կա, դերը պիտի կա, չեն գիտի, բայց պիտի կա, գիտենք որ պիտի կա։ Պիտի գա։ Պատվելի ջան, սիրով քեզ լսում ենք եւ շնորհակալ եմ, որ նաեւ իրավունք տվեցիր այսպես երկխոսության բռնվելու քեզ հետ միասին, սիրով լսում ենք։ Ես շնորհակալ եմ անգամ ես Աբրահամի եղբայր, երկրորդ անգամ ես այս հերոստագյանս ենք, ռադիոգյանս ենք, երկուսն իրար խոսում ենք։ Դուք շատ փորձառու եք այս հարցում, որտեղ քանի տարի հերոստատեսություն դնորինել եմ եւ աշխատել ենք պարկասու եւ ռադիոյով պարկասու աշխատել եմ։ Եվ ես շնորհում եմ ձեր ծառայության, որ նվիրված միշտ իգինս ձեր դիդորներից Սիլվակուրը։ Այո, եւ ինքնից երկրորդ պերանով հասցն է, բայց ես չի նայում, ադորամար ուրախ եմ, որ Աստծո գոչումով շարունակում եք, ամեն մեկ Աստված հանձնում է մեզի ծառայություններ, որ ինքը մեզ ստեղծել է եւ դուք այս գործին կանչված եք երաժշտությամբ, ցայնով, երկխոսությամբ, փառք եմ տալիս այս ծերգետրոն համար։ Ձեզ հետ միասին, բոլոր եղբայրների հետ միասին, ամեն։ Ուրախ եմ Աբրահամի եղբայր, այսօր այդ շատ նյութեր գար երբ աղոթում էի, թե ինչի մասին պետք է խոսենք, վերջերս դեր, որտեղ ոս 36 տարի արդեն հոս եմ Հայաստան, եւ դեսնում ենք ինչ լավ հայրենիքը բարեփոխվում է շատ ծևերով։ Ես հիշում եմ 90-ական տղավարականներին, երբ հացի համար լալոնով հաց բիտ վերցնենք, հերտերու մեջ ենք կայնում, չուրը ժամով են դալիս,
հոսանքը որ կա հեյ գորում են ամեն հարևանները խաղերին հիշում եք ոչ չէ հիմա էլ չէ գորում միշտ հոսանք էլ հետաքրքիր չէ ուրեմն ուրախությունը մեջ ես տեսնում եմ ֆիզիկական բարեփոխումը մեր երկրին քաղաքական բարեփոխումը այդ տարիներին դուք արդեն այստեղ էիք այստեղ այդ թեմայով շատ կնապ խոսիր որտեղ իմ կյանքի պատմությունը եղած է երբ ընտանիքով որպես միսիոներ դեպոխվեցինք Հայաստան 91-ին շատ ասելիքներ, շատ փորձառություններ, շատ վկայություններ, շատ հրաշքներ ենք տեսել գնանք ուրիշ անգամ զաթաղորդում թեգուս շատ հետաքրքիր միայն այդ թեմայով թե դերը ինչ արեց այդ տարիներում եւ զարմանալին դա է որ դուք Ամերիկայից եկաք այն ճոխ վայրից եւ վերջապես ամեն մարդ Ամերիկա էր գնում ենք Ամերիկային եկանք հագարակ հոսանքին կացող մարդ է մեզ անցավ հեշտ ճուդի չեմ եղտար էքստրիմ սիրով եք եւ գոչում է դեր գես գանչում է կարեւոր չէ ուրես երբ որ դերոջ ետնես կարևորը դա է ուրգուագի ինչ կարևոր է կարևոր դերոջ ներկայություն է քուքովը եւ գիտես որ ասած կովը դե տունանիկովն ես անգեջ ուրիշ բան կարևոր չէ մարդիկ ինչ կսեն ինչ կնեն երգեր ինչպիսին է որտեղ մենք գանչված ենք հաջողությունը նա է որ լինես այդտեղ որ դերը քեզ գանչել է հաջողության բնորոշումը դա է Աստծո ներկայության մեջ է ուր որ գա եւ ինչ բան որն է պիտի հաջողի սա մոսերկուն դերը մեր հովիվն է դեր մեր առաջնորդն է այդ գիտակցությամբ երկար ասելիքներ ունեմ եւ 35 տարվա 36 տարվա փորձառություն Փառք Աստծո այսօր առավել եւս տեսնում եմ դերոջը առաջնորդությունը հիմա տանո մեր թեմային այդ կոնտեքստով է նայում այս վերջերս թե Հայաստանը ինչա բարեփոխված անշուշտ քաղաքական գազագերբություններ, գուսակցություններ, անհատներ, ծրագրան, բացասական սպիրտ Հայաստան, ինչ գիտեմ, ամեն մեկը դարբեր բաններով գնայս գախում է ինչ աչքով ես նայում ես նայում եմ որպես միսիոներ դեղափոխված եմ սպիրկեն Հայաստան եւ ագարնե դեսի աչքով եմ նայում որպես վգա որպես մաս կազմող այս ստացումը եւ դուր համար նույնպես Հայաստանի ժողովուրդը այս նույն փորձառությունն գիտեն որտեղ իրենք խորհրդային տարիներ ապրած էին եւ տեսած էին ինչպիսին էր երկիրը եւ ինչպես հիմա փոխված է հիմա ընդանուր նայենք թրագան բաներ լույսը գա ճանապարհները եւ Գյումրի գերտայի չերգնան խոսապել մեկ հատ փոսեն ամեն փոսի մեջ պետք է այսօր անկեղեցիկ ծնասաներ գա հանում ես ասո պարկես տարիս անայք որ այդ տեսակետով դեսնում եմ ինչի ֆիզիկական արտակին բարեփոխումներ դեղի ունեցած է եւ ունենում է եւ ազգային ժողովը գարավարությունը օրենքներ գանեն կփոխեն այս զարգացման հիմա երկիրը զարգանում է 35 տարեկան երկիր է առաջ բադանի էր հիմա երիտասարդ հարտեր Հայաստանը եւ փոխվում է հիմա եւ պետություններ քաղաքական ուժեր հագատող ուժեր օգնում են այս բարեփոխման սոցիալական ոլորտին չեմ ուզում խոսեմ ես բարձրապես խոսում եմ փաստացի ինչպես Հայաստանը երկիրը ֆիզիկական մեր տարածքները փոխվում են լավ են վատ են դարածքի գործունեություն դարածքի շահում ադամասին չեմ խոսում ես խոսում եմ կյանքի որակի բարելավ մարդիկ ավելի սիրուն են երևում Սալոնի քերծության սալոնները ամեն ագնում գա առաջ Հայաստանի ժողովուրդը ու քայր թուրսեն ես 77 վագի ջինզեր էի բերել ջինզեր բերում զեյթուն հագ բիզնես է սա 77 բիզնես այդ ժամանակ արգելված է հա բերում էի մայքաներ ադիգա լավ սովետի Չէր ճարվում ջինզը վերով հարցակում առում են հիմա ամեն դեր ջինզ կա ջինզերու դեսակներ կա ինչ եմ ուզում ասա բարս պաներով դեստում եք արդակին փոփոխություն թեմքի փոփոխություններ հաչապոպորեցյաններ են անում մարդիկ հիմա ինչ եմ անում չեմ ուզում կնատադել կամ պլովել եղածը Ուզում ասեմ մենք որչափ ժամանակ տալիս մեր երկրին, մեր անհատական ֆիզիկականի փոփոխման արդակին երևույթի վրա։ Իմ հարցս այսօր այս կոնտեքստի մեջ մարդ ինչպես հոգևորապես է փոխվում։ Ինչպես ենք մենք
Քերացկության մրցույթներու եվրոպական հերոստատեսիլի երկեցողության համաշխարհային բաներու մասնակցում ամեն բան կան հոս հարցը մարդը ինչպես է փոխվում Ընդհանրապես աստված մարդու մեջ հետաքրքիր բնավորություն ա դրել որ մարդը միշտ ձգտում է փոփոխության ինչ որ բան չի լճացած վիճակ չի մարդը ուզե պիտի այո դա մեր մարմինը փոխվում է միտքը փոխվում է պայմանավորված տեխնոլոգիան ուրեմն հիմա այս փոփոխություններում մեջ մարդուն հոգին ինչպես է փոխվում մարդ ինչպես է փոխվում ադո մասին է մոդած այսօր շատ մարդիկ աղքատեն հարստացել են աղքատանում են ամեն բաներ կան ամեն բան փոփոխական է Եվ ինչպես մենք որպես մարդ փոխվում ես առաջին անգամ որ եկա 77-ին երկրորդ անգամ 85-ին այնադեմ Փավել եղբորենց Մամիկոն եղբորենց հանդիպեց ցանկ հոկտեմբերյան գնացին կազեմ ես ցեզ առաջին անգամ 85-ին եմ ճանաչել այ նախքան 91 TV փոխադրվելս եւ դեսնում եմ եկեցին Հայաստան մեջ եկեցին գործում էր Ստորքետնյա այո ամեն դիա քախնի գնում են դիրոջ եկեցին գար հիմա այսօրվա հիմնական թեմաս որով շատ լայնածավալ նյութերի շուրջ ենք խոսում բայց կոնկրետ ես Հիսուս ինչպես էր զարգանում ադոր մասին է գուզեմ երկու խոսքով անդրադառնալ Ուգաս Ավետարանի մեջ կարդում ենք երկրորդ գլուխ 52 համար մեջ Հիսուս կզարգանար իմաստությունով ու հասակով Եվ աստուծմե ու մարդոցմե շնորհք գտնելով Հիսուս շատ սիրուն մեր Հիսուսը նույնիսկ զարգանում այո դու պատկերացրու աստված մարդեցյալ աստվածը զարգանում էր այո որպես մարդ ասկացա Եվ 4 ծագի զարգացումներ կար անոմար զարգացումը բնական է այմա երբ ասում եմ նորմալ է այդպես պետք է լինի հիմա չուր չկա հիմա ունենք հոսանք չկա հիմա ունենք էսպաները ժամանակավոր բաներ են բայց մարդու էությունը ի վերջո մենք ինչ ենք այդ զարգանում է մեզի համար մարդը որպես վայել է ճուրնալ հոսանքնալ չերմություննալ air conditioner լավ է բանալա բայց արդյոք ասոնց մեջ մարդը ինչպես է փոխվում Եվ մենք գիտենք որ մեծակույն փոփոխությունը մարդուն յակի մեջ միայն ու միայն գունենա երբ Հիսուս Քրիստոսին հանդիպի ամեն երբ Հիսուս կա ամեն բան կփոխվի ամեն հիներանցան ամեն բան նոր է ուրեմն հիմնական փոփոխությունը ես խոսքս ուղղեմ այս բաղին հավատացյալներու որոնք Քրիստոսը ընդունած են եւ adonց մասին է հավատացյալները ինչպես փոխվում են Պապելի մի հարցել կա մենք սիրում ենք սա շատ կարեւոր է Սիրում ենք նկատել, փոխվել ենք թե ոչ։ Ադե, այդ չափանիշները բավիտ նայենք, այսօր պիտի խոսանք թե ինչ չափանիշներով մենք տեսնում ենք փոխություն, ինչ չափորոշիչներով։ Ինչ աստծո խոսքը սա ասում է, ադո պիտի անդրադառնամ այսօր մեր երբ խոսության ընթացքում, ուրեմն հիմնական բանը այդ որ մենք պետք է փոխվենք, երբ Հիսուս կա մենք փոխվում ենք։ Ադի ինչպես Քրիստոս եկավ ժամանակը փոխեց նախքան Քրիստոս է։ Երբ Քրիստոս ամեն բան փոխեց, այսօր 2026 թիվն ենք, ամսուն 19 օգոստոս Քրիստոսի ծնունդեն հետ։ Քրիստոսի ծնունդը փոփոխող ժամանակը փոխեց պատմությունը, փոխեց եւ յանքեր փոխող իրողություն է։ Ադի մասին, ադի հստակ է։ Բայց հիմա երբ Քրիստոսն ենք ընդունում, ամեն հավատքը մենք ոնց ասում ենք, մենք չենք ժառանգում, որ ասենք հայ ժողովուրդը քրիստոնյա է։ Ինչս է դա։ Ադի պատմական տերմին է, որ ասում ենք, բայց քրիստոնեությունը անհատական որոշում է։ Դա տակավոր երբ ինքը անցամբ Քրիստոս ընդունեց, այնադեն է որ ասենք ժողովրդին ցեոմը օրենք հանեց, որ դու ընդունեք, բայց դեսել չէ որ ժողովուրդ քրիստոնյա դարձավ։ Ոմանք ստիպված են դառնալու։ Հա, պետություն ասում է, ոնց որ այսօր մենք շատ բաներ քննարկում ենք քրիստոնեության շուրջ, պետություն եկեղեցի, շատ հարցեր ունի մաթեմայի որպես աստվածապան։ Բայց քրիստոնյա լինելը անձնական որոշում ոչ թե ծնողետ գժարանքես կամ բաբերետ գուքան մենք հայ ենք հայեր քրիստոնեություն ընդունած որպես կրոն բայց քրիստոնեությունը գրոնչի հարաբերություն է Քրիստոսին հետ ամեն Քրիստոսին հետևելը անձնական որոշում է
գնաս հանդի գլալ եւ Քրիստոսի հետևորդ լինես ուրեմն Քրիստոսի հետևորդ լինել անհատական մի բան է լավ Քրիստոսը ընդունել իդ ինչ հետո ինչ հարց ադոր մասին է այսօրվա մեր զրույց ադոր մենք խոսում ենք Հիսուսի մեր օրինակը Հիսուսն է Հիսուս ինչպիսի քրիստոնյա էր քրիստոնյա Հիսուս ինչպիսին էր որ մենք իրեն պետք է նմանվենք մեր հասունության չափը իր մոբիլի չափը ես չափանիշ մգա ես չես մեր ղեկավարը չէ ինչ բաբը չէ հոգեոնը առաջնորդը չէ անձը չէ մեր օրինակը եւ միակ օրինակը Հիսուս Քրիստոսն է ուրեմն այդ չափով դինայինք պետք է նայենք Հիսուս ինչպես էր զարգանում Հիսուս 4 որպես երեխա քինենք որ մեծացավ 8 տարեկանին անակ խոսքեր են ասում որ գրոնականները ապշում էին եւ անգերս Հիսուսի ամբողջ ուսուցումը աստվածային իմաստությամբ լեցուն էր բայց Հիսուս զարգանում էր մի անգամ անեկդոտ մտածեմ այստեղ որ անեկդոտով երտանք մի տուրիստներ գնացել են մի քյուր Եվ ծեր են ուզում արնել, ձերույմը նստած է, սենց ասում են, այդ քյուրի մեջ, ծաղրում են, ասում են, այս քյուրի մեջ են մեզ մարդիկ ծնվել են, մեզ թեմքեր ասելով, ձերույն է սենց նայել է, չէ, աստեմ են երեխաներ են ծնվել։ Երեխակը ծնվիկ, բայց կմեծանանք, ամեն։ Այսինքն նկատում են ինչ մեծ մարդ հատվել մեծ մարդ չի այն է ուզում ասել, ծեր են առնում, ձերուն հասկանում է։ Ասում է, չի ամեն մարդ երեխակը ծնվի և կզարկանա կմեծանա։ Հիմա Հիսուս ալ երեխան ծնված էր Եվ անգե մեր զարկանում էր իմաստությունով հասակով և աստուծմե ու մարդուծմե շնորհ մելով։ Ուրեմն Հիսուսի իմաստության զարգացումը, իմաստությունը Հիսուսին գիտություն ունենալը չէր։ Գիտնալը չէ, մենք ընդհանրապես զարգացումը համալսարան գերտանք, դպրոց գերտանք, քոլեջ գերտանք, մանկաբարձ գերտանք, ուսումը, գիտություն ենք վերցնենք, բայց այդտեղից Հիսուս կզարկանար իմաստությունով, ինչ է դարբերություն իմաստության եւ գիտության, իմաստություն եւ գիտություն ունիս շիդակ կորզածումն է, այդ գիտությունը ինչպես կորզած է, կնաս շատ գիտնականելաս, շատ գիտոնելաս, ինչա գիտնականներ կան, որ ոչրակորզներ են, իմաստություն չէ, սխալ բան են անում։ Ուրեմն Հիսուս զարկանում էր իմաստությամբ, գիտությունը որ կար կորզածում էր շիդակ ձևով իր ունեցած գիտությունը կարող ենք ասել որ մարդկանց համար ստեղծում էր բարենպաստ պայմաններ նաև այդ իմաստով այսինքն քո գիտությունը քո շրջապատին լավն էր դարձել այո ոնց որ Հիսուս էր անում նույն Հիսուսի չափանիշով եք նայում Հիսուսը որ դեսնում էր գարիքով որ մոդերնում էր փամ ուներ գնարդար դալիս էր մեղավոր էր փրկության առաջնում այսինքն կորզածում էր իրեն դրված գիտելիքները եւ կարողությունները ի նպաստ աստծո կոձին մարդկանց մատակարարելով այս հարավորելով Աստծուն Աստծո ամեն բան մարդիկ տեսնելով ծեր բարի կորձերը դի բարավորեն ծեր հայրավորը այսինքն Հիսուսի կորձը դա եղած հետեւաբար իմաստություն ուրդենու կա արագածի մեջ գարտում եք իմաստության սկիզբը դերոջը երգյուղը բախն է սա արագած 9-10 ու ամենասուպին գիտությունը հանջար է ամենասուպին ինչ որ ունեցած է անգլերենով and the knowledge of the holy one is understanding as a supin գիտակցությունը հանջարքում մեջ դա հանջարը գա եւ որ դերոշը վախենում ես պատմա կարևոր չէ ուսյալին ես աստծո գիտությունը ուսյալին ավելի բարձր է ամեն շատ կարևոր բան է այդ գիտությունն է որ դերի մեզ դալիս է որտեղ մենք աստծո միտն ենք առնում աստծո գիտակցությունը այսինքն շատ բան կարող է իմանանք բայց եթե չկա աստծո չկա իմաստություն եւ հագարակն գնալով պատճ շատ բան չիմանաս եւ աստծո ճանաչես աստված քեզ առաջնորդ է էս է կախնի աստծո իմաստությունը եւ երգյուղ ունես վախենում ես աստծո ես բացությամբ շատ մարդի տեսած են Ծերեր, բաներ գիտություն ունեցած պատմության մեջ տեսնում ենք մեր ծնողների բան մեջ, բայց աստծո երգյուղ ունեցած եւ աստված իրենց իմաստություն է տալիս։ Ուրեմն հոգեվոր առաջինի մեջ իմաստության հետ կապված մի քանի հարցեր ուզեմ որ ամեն մեր ունգտող հարցեր արդյոք ավելի խորն եմ ես հասկանում աստծո խոսքը իմաստության չափանիշները մեկը այդ է ես աստծո խոսքը ավելի խորը հասկանում եմ այս իմաստությունը գարտում ես աստծո խոսքը
բայց մտնում ես մեջը դեսնում ես կարող ես մակերեսային մագարեսեն գարտալ, բայց նույնադեն դեսնում եք, որ Օվգյանոս է Աստծո խոսքը, որ չափ խորոնաս ձայր ավելի խորն է։ Հիմա առաջին հարցը գուտեմ իմաստության Աստծո խոսքի նկատմամբ իմաստության զարգանալու կապված, արդյոք ես ավելի խորն եմ հասկանում Աստծո խոսքը։ Երկրորդ, սովորում եմ որոշումներ կայացնել Աստծո խոսքին համաձայն։ Շատ կարևոր միտք է սա։ Այո։ Իմաստություն եք ուզում Աստվածային։ Ադոր չափանիշները մեկը որոշումները ինչպես է կայացում Աբրահամը։ Ընտրությունդ որոշումը։ Որոշումը ամեն օր մենք հայրավոր, հազարավոր ուզենք չենք որոշումներ ենք կայացում մեր միտքի մեջ, երազի մեջ, քայլերով, մեր տրամով, մեր որոշումներ։ Այդ որոշումներու մեջ Աստծո գամքը կա կամ չի կա։ Էս է իմաստությունը։ Որ ադոր արդյունքը պիտի քաղենք, ի վերջ այդ տրամը որ մենք վաստակում ենք, մեր կյանքն է, չէ՞։ Մենք ժամանակ ենք տալիս, քրդիկ ենք տալիս, էներգիա ենք տալիս, միտք ենք տալիս, մի բան օրինակ գումար վաստակեցինք։ Գումարին ծախսելը։ Իմաստություն կա։ Վաստակելը մի բան է, ծախսելը ավելի կարևոր իմաստություն է պետք ծախսելը, ճիշտ է, շատ ճիշտ է։ Ուրեմն հիմա այդ սեով միան տրամի մասին չեմ խոսում, այս մարդուն հետ հանդիպիմ կամ չհանդիպիմ, այս շատ ժամանակ մի դա այս մարդուն այստեղի երտալը դամ կամ չի դամ, ինչ գիտեմ, ամեն մեկ որոշում, որ այս դունը քնեմ կամ չքնեմ, այս հերախոսը վերցնեմ կամ չվերցնեմ, ինչու վերցնեմ, ինչու այս չափ տրամ, ասոք որոշումներ են բանջում, չէ, ասոք մար աստվածային իմաստություն պետք է։ Այս մարդուն հետ ընկերություն պետք է ունենա, որ այս հրավերը եկած է, ընդունեմ կամ չընդունեմ։ Ես վերջերս փառք Աստծո եկեցի միապանության լեցուն հովիվներու զանգարում եմ, հրավիրում եմ միապանության փառապատեն երեկոյի եւ դարբեր բաներու Աստծո փառք եմ տալիս հովիվներու մեջ իմաստության հոգին բացվել է, այսպես որ ուսը շատ բացված է, հայտնված է, սկսում են մարդիկ Եվ Աստծո խոսքով ես առաջնորդում, Աստծո բան ես, եթե մեկը թեմ գնա, Աստծո թեմ է գնում։ Իհարկե։ Ադորմա չես կնարի, Աստծո ասում է միապանության գոմեն եղեք, մեկ եղեք ինչպես ես եւ հայրը մեկ ենք, այս զգուզման վգայություն, վգայության պիտի երևնա միապանություն, ասում կոմբին իմաստության հրահանքները դեր, ասում է հրահանք է, զիրար սիրեցեք, մեկ եղեք, ասում ոչ թե գնաք սիրել, ուզեք նեսեք, հրահանք է, որպես քրիստոնյա առաջնորդ, մենք որպես հոգևոր առաջնորդներ հասուն ենք մենք, դերոջը ըսածի մեջ, մենք սովորեցնում ենք, բայց իրարում ենք, մենք պատասխան աստեղը որոշումները, Աբրահամ մեղբար բանջում է աստվածային իմաստություն։ Պատվելի մի հարց կա, նայեք, մենք որոշում, երբ որ կայացնում ենք, մարդ երբ որ որոշում է կայացնում, դա դժվար բան է, ինքը բեռ է, թույլ այսպես տրամաբանենք, դու բեռ ես վերցնում, բայց եթե որոշումը կայացնում ես խոսքի վրա, այդ բեռը քո վրա չի, խոսքի վրա է, սա շատ կարևոր է, բեռը ինգնում է վրա, քո վրա ես բեռը ընկնում է, որտեղ դու ինչ կա, անշուշտ Եվ ադիգա է, որ դեր ասում, մեր վրա պեր չի ավելացում, ասում է եկեք։ Ես վերցնեմ, այո, տվեք ինձ, ես կտանիմ, բայց իմ խոսքից համեմատ պեր վերցում։ Եթե մենք աստծո խոսքին համեմատ պերը չենք, որ անձնական ենք տալում, մենք ադոբդուղը քաղում ենք։ Շատ գեղեցիկ ասում Տեր, ասում է, իմ բեռը թեթև է, եւ լուծը քաղցր։ Այդ դեպքում ասում գա, ոչ թե պեր չի գա, բայց ես ցավը պիտտան, ոնց Հայաստանում ասում են, ցավը տանեմ, ասում։ Հիսուսը իրական ցավն է, ոչ թե խոսողը։ Զո ցավը դիցի դուր։ Հավատի հարց է, վստահության հարց է։ Վստահության հարցը շատ կարևոր։ Գամքի թեմ բայկը, իմ գամքս կամ իր գամքը։ Ամբողջ ասում է որ իմաստություն կբահի։ Իսկ երբ որ ասում ենք մենք որոշում ենք կայացնում, բայց մեր մարդկային տրամաբանության ոչ խոսքի վրա մենք այդ բեռը մեր վրա է արդեն։ Պատասխան տուր, ինչի արեցիր է դա։ Եվ Աբրահամը ադոր հետևանքը քաղում են։ Այո, դառը հետևանքը։ Ավելի վատ։ Այո, դառը հետևանքը։ Եվ 5 տարի, 10 տարի, 20 տարի այս անցին հետ մի ամուսնանար։ Չէ, ես ուզում եմ։ Քնած կյանքդ բոլոր այդ սխալ որոշումից ինչա օրինակն է։ Շատ։ Ինչա օրինակ։ Քումարը ամերիկա բիդերտամ չերտամ Եղբայր, ամեն մեկ հետևանքներ ունին։ Երկինք է գարդես ամերիկա։ Մտածիր հետևանքների մասին։ Դերոջ կամք է փնդրե։
Ինչ լավ բան եք ասում։ Դերոջը կամքս է եւ հոնքն է։ Փոխանակ որ ասեք, եթե Տերը կամենա, չէ՞, այդպես է խոսքը։ Դեր ինձ առաջնորդ է որ չմոլորիմ քեզ մե, խավարի իմ ջամպանից սիրով առաջնորդ եմ։ Ես մեկ ասենց աղոտ կունեմ պատվելի ասում Տեր, կուզեմ որ սա անեմ, բայց թող քո կամքը լինի, եթե մի նայի ինձ, եթե ես ուզենամ անեմ, քարշ տալով հետ բեր, չգիտեմ, տանջի, չարչարի, ոչինչ, պատրաստ եմ դրան, բայց ինձ հետ քաշի դրանից։ Դա քրքիր բան ասա։ Այդ նմանատիպ փորձառություն ունիմ, որ իմ յանքից մեջ ամենամեծ հրաշքներից մեկն է, միշտ ասեմ, Հայաստանի մեջ որոշ ասենք 3-4 տարբեր բաներ եղած է սև ու սպիտակի մեջ Աստված ինձ իր գամքն է ցույց տվել եւ ինչ որ իմ ատուն ասեցիր եւ ադուր հետևանքը ես այսօր 30 տարի մեջ քաղում եմ, որովհետեւ հնազանդել եմ իր ուզածին, քանտի իմ ուզածից։ Ես ժամանակ չեմ ուզում վերցնեմ շատերու անձնապես բատնել եմ դերոջ գամքը ուզելի որոշում է կապված եւ իմ գամքից թեմ արեցի դերոջ գամքը։ Հեշտ չի։ Շատ դժվար է։ Բայց իմ պայմանը ստա է դեր, եթե դու ուզում ես, ես ադիվ ինձ ցույց տուր։ Բայց իմ ուզածը չէ, ես եմ ուզում սա։ Բայց պատրաստ եմ քո ուզածը։ Ինչ լավ է հասկանալ գոնե սա։ Էսի քո ուզածով արեցի, դրա համար այդպես ստացվեց, այսինքն դա էլ է պետք հասկանալ։ Այո։ Անան օրինակներ, ինչ որ դեսնում եք իջապ խորն է, մեկ որոշում գայացնել։ Աստծո գամքով, սառը գլխով։ Աստված ասեր է իր նամակի մեջ, գիրքի մեջ, էսենց է։ Մենք բայկարում ենք, մեր գամքը Աստծո գամքին դեմ, ամբողջ մեր գամքի բայկարը սա է։ Կարծում ես, որ խաչվելը հենց սրանում է, երբ որ դու քո գամքի դեմ ես, խաչվում ես դու։ Դանում ես, որ այս փեր, այս լուծը դեր, քո գամքը դե ես ադիբի դնեմ, ոչ թե իմ գամքս։ Անձնազոհություն։ Անակ որ ասով վրա գենաց մը կարելի ես։ Այո, սիրով։ Չուրով գենաց։ Աստծո պարկ եք տալիս Աստծո, որ մեզի իմ առաջնորդություն է դալիս իմանալու, երբ որին հնազանդում ենք, նույնիսկ մենք չենք տեսնում արջևը, բայց գիտենք, որ ինքը հոն է, ինքը տեսնում է ապական, բանը տեսնում։ Այս որոշում գայացել սիրելի քույրեր եղբայրներ, այս որոշումն Աստծո գամքին հետ գադարել Աստծո հավատքի հասունության չափանիշ է, որ են վստահում ես։ Շատ լավ բան ասեցի։ Իրեն վստահում ես։ Այո։ Ոչ թե թունքու սացիտ։ Կա դիմադրողականություն, չէ՞, հասկացողություն։ Անդիմադրելի է։ 4 կողմինը սա է ասում, ադիադան ասում, բայց դեր ինչ ասում։ Սա այս որոշումներ գայացնել դերոջ գամքին համեմատ։ Այս իմաստության նշան է եւ հասունության նշան է, երբ որ մենք իրականացնում ենք Աստծո գամքին։ Շատ կարևոր բան եք ասում։ Պարկաստո։ Մյուս հարցը որ պետք է գնանք հարցնենք, որ արդյոք ավելի խորատապանց եմ դառնում, խորատապանց։ Իմաստությունը խորատապանցություն է նաև։ Խորատապանցը սրով ասենք ջոգում ենք, սխալը չդագեն։ Կարողանում ենք հասկանալ Աստծո խորությունը։ Դա նաև նրբանկատության մաս, նրբանկատ։ Այո, նրբանկատության մի մաս է կազմում եւ մեզի մի բան ներկայացնում եմ, արդյոք ասի շիդագանը կամ սխալն է։ Սադանը մեզ ինչպես է մոդանում, Աստծո խոսքով է մոդանում։ Աստծո խոսք արած գեղեցիկ, փաթեթավորված, ճշմարտանման բաները, բայց իրականության մեջ թույնը դրած է մեջը, 95% ամեն բան շիդա է, բայց թունգո դեսնում ես այդ 5% կամ 1%-ը որ թույնն է։ Մենք եւ որ հոգեվոր իմաստություն ենք ունենում, ջոգում ենք դա։ Ադի ուրիշ չափանիշ է հոգեվոր հասունության։ Ոչ թե միան այս եղբայրը եղավ, այս հրավայրը լավ փաս, փառք Աստծո, բայց տեսնում ենք Աստծո կամքը։ Ամեն բանի մեջ, մեր քեզ անչափ գեղեցիկ հրաբուրվորիչ բան ներկայացնի։ Դու տեսնում ես իրականության մեջ ընդհանուր լավը, բայց արդյոք գա բանը որ Աստծո կամքին համեմատ չէ։ Այդ իմաստությունը բանջի։ Եվ դեռ մեզ այդ իմաստությունը խոստացել դառնում։ Եվ որ մենք հասունանում ենք եւ չորրորդ կետը որ գա
այս խոսում ենք իմաստությամբ զարգանալու մասին, առաջին գեդի մասին եմ առաջ մեզ խոսում, Հիսուս զարգանում իմաստությամբ, արդյոք մեր հավատացածը, գիտածը գիրառում ենք կամ չենք գիրառում։ Ում պետք է աչափ գիտություն ունենաս եւ չկործածես։ Իմաստությունը ինչպես ասի, գիտության կործածելիություն, շիդակ կործածելիությունն է։ Արդյոք կործածում ես ինչ որ Աստծոց մեյադիա մենք արդեն իմաստու մարդը գիրարի Աստծո կամքին համեմատ որոշումներ։ Այս շորտ չափանիշներն են հնազանդում ենք մեր հավատացածին։ Ինչի որ հավատում ենք, դերոջ խոսքը ասում է արդյոք հնազանդում ենք։ Այս առաջին չափանիշն է Հիսուսին նմանվելու։ Մեր նորենք հոգևոր հասուն աջած մարդը այն մարդն է, որ Հիսուսին գադարելության է ցկտում եւ Հիսուսով է չափվում, Հիսուսով է առաջնորդում։ Եթե համեմատվելու բան ունենք, միայն Քրիստոսը։ Ուրիշ բան չի։ Մարդկանց հետ չէ։ Չի գա եղբայր։ Michael Jackson-ի պես շոբի տակնիմ, Elvis Presley-ի պես մազս բիդնեմ, բիդի բարեմ, բիդի երկեմ, ամբողջ աշխարհը դա է, չէ՞ մարդու են նրա, աստվածացնում են մարդը։ Հադորոմար մեր չափանիշը Հիսուսն է, եւ միայն Հիսուս։ Երկրորդ զարգանալ հասակով Հիսուսն նաեւ ֆիզիկապես էլ աճում էր, մեծանում էր։ Ոնց որ մենք ֆիզիկապես ենք աճում, փոլորսալ առաջ փոքր էինք, հիմա արդեն ես հիմա այս տարեկես վերջ ֆիզիկական միշտ ոնեմ ասում մազերս սպիտակում է, մկանները չունեմ, այնց որ ունեի, բայց парք աստվածուզորությամբ առողջ եմ, բայց զարգանում ենք մեր առողջության ոչ չափ ենք տանում, շատ ենք տանում այսօր Հայաստանում ջիմերը, քլաբները, մարզասրահները, սպորտային ակումբները Պարկասը, բոլորը ֆիզիկական առողջության մասին է։ Սխալ բան չկա։ Զարգանալ ենք։ Հիմա ինչպես մենք մարմին հոգ ենք տանում, պետք է նաև հոգևորապես աճելու հոգ տանենք։ Ինչպես պետք է աճենք հոգևորապես, Օսարակել առաջին Կորինթացիս 13-11-ի մեջ ասում է, Եվ դրայպես կխոսեի, դրայպես կխորեի, դրայպես համարում ունեի, բայց երբ այր եղա դրայության, բաները մեկտից կեցի։ Ուրեմն ֆիզիկականն է դրան եւ այր մարդը հասունացած։ Դրան երդասարդ է կամ բադանի շատ չէ, բայց նախասիրությունները տարբեր են իրենց։ Եվ այր եղա, ուրեմն մեր ֆիզիկական աճը դիտողնի նաեւ մեր հոգեվոր աճը։ Ոչ թե որտեղ ուժով եմ ես շատ զանուտուն գշակեմ, բայց ինչպես ադի ազում մեր հոգևոր հասունության։ Հոգևոր հասունություն նշանակում է ավելի քիչ փառություն, ավելի շատ համբերություն։ Իմ ասինձ համար շատ կարևոր է համբերություն, ես համբերող մարդ չեմ։ Շատ գնահատելի է ձեր խոստովանությունը պատվելի։ Ինչ որ գանի ես գադարություն եւ փամփունդում ես արագ հասնելու այդ փորձարկու քեզ ստիպում որ թուն թարմաս չափանիշ է որ սխալ է անդորամար եւ փամփ չես տեսնում շիրակ բարգանում ես հա Հիսուսը բարգանում էր բան չկա Հիսուս բարգանում էր անարդարության սխալին դեմաս երբ մենք բարգանում ենք մեր ուզածը չլանում բայց խանգարելն է այստեղ թույլ կտակ մի նկատառում է պատվելի նկատում ես որ երեխան ինքը էգոիստ է իր մասինը իր համար լավ լինի իսկ այրը երբ որ խոսում է այր կամ հասուն մարդը ինքը արդեն չի կարող էգոիստ լինի ինքը արդեն իր ընտանիքի մասին է մտածում շրջապատի ադալիգոիստություն ընտանիքն ալիգոիստ իր ընտանիքի ճիշտ է բայց ընդհանրապես միտքը սա է որ ես այլևս երեխայի պես էգոիստ չեմ արդեն հասկանում եմ որ
ես ունեմ այն ինչ որ պետքա տամ մարդկանց մեծ մարդու մեծ էգոիստություն հասկացած իգո մեր անպաշտպան մասն է էգոնը միշտ գլուխա բարձրացնում Ֆրոյդնալ ամփոփ այդ իգո սուպեր իգո ֆրոյդյան հոգեբանությունն իգո էգոիստության ամեն հոգեբանները իդապետու աստվածապանություն էգոյի մասին է Դավիթ Մարգարեն ասել ով իմ անձս օրհնեդերը Դավիթի ինքն անձին էգոյի մասին էգոյին ասում է ստիգմա օրհնեդերը եւ անոր բարերությունները շատ հետաքրքիր բան եք ասում մեզի դուրս է գալիս Դավիթ իր բնական աշխարհեն եւ սկսում է իր ներսի մարդու մասին սա հասունություն է չէ էգոյությունը նույն հոգեբանները վերջերս են ադոն ասենք բացայդ բայց աստծո խոսքը շատ ստայ մեր էգոն մեր եսը կամ դիրոջը գամքը էգոյությունը չի փոխում մեծ ագլաս 80 տարեկան ագլաս եթե ով է դիրում քու մեջը ով է նստում քու էգոյի աթորիմը մեր մեջ աթորմը գա մեր ներքինին ով է նստում աթորիմը քահին վրա ով է նստում մենք ադոր ենթակամ դիլա եթե դերը չի նստում ուրիշ ոյ մենք բանգերան նստիլ եւ մենք դերոջը գամքին թեմենք ով է գետրոնը քու գամքիդ God first աստված առաջին Ես մի դիտ Սա որոշում է, չէ՞ պատվի։ Սա որոշում է քո տեսակը։ Քո կենցաղավարությունը։ Ասի աստծո գամքն է։ Քու դեր աստվածից առաջին պատվիրանն է։ Բոլոր զորությամբ։ Դա ամբողջ իգոյով է։ Դեր ասում mind միտքով զորությամբ, ամեն բան դեր առաջին պատվիրանն է։ Ինձ մեզ աստված չունենաս։ So այս աթորին վրա ով է նստում։ Այսինքն դու ուզում ես ասես որ կա էգոն, ինքը չի վերջանում, բայց այդ էգոն դու ենթարկում ես Աստծո իշխանության տակ։ Ամեն, քո տակավորությունը կա քո գամքը դլա։ Քո կամ։ Եվ որ դու ասում ես դա։ Քո կյանքի դերն անգերս հարցը վերջանում է, քիչ առաջ ասած, փերը իրեն է սկսում։ Շատ կարևոր է։ Ամեն։ Ուրեմն որտեվ նորեն Այս որոշումը քիչ առաջվա գին հասուն կամ մասին եք վերադառնում էլի որոշում է ես որոշած եմ փրկչիս հետևիլ յետար չիգա յետար չգես ես որոշած եմ փրկչիս հետևիլ ես որոշած եմ փրկչիս հետևիլ ես որոշած եմ փրկչիս հետևիլ յետար նայ որոշած եմ յետար չիգա յետար Չգա, ուրեմն որոշում եմ։ Ես բարձ երախական որոշում եմ երում, չէ՞։ Բայց իչը այդ որոշումեն կոմունացած կյանքը 80 տարի 90 տարին անգե գախյալ է։ Որոշում եւ հետևանք։ Այս երկին պատմությունը ուրիշ անգամ գրնագատում ասի խոսի ինչպես այս անձը իր կյանքը որոշեց եւ իր կյանքը սոհեց զավակի զոյցին գնգան այրեցին աս մարդ որ հավաշատ գեղեցիկ է ես խնդի անգեվեջ ամենը մայրել եմ վերջ ամբողջ համանքը որոշեցին Քրիստոսին հետևել ոնց կլա մեկ որոշած երնը սպանում են որոշ ես երկար չի գա սո ամեն այս որոշումները հետևանքներն Աբրահամ եղբայր նորեն այդ ատկե կարծի իմ որոշումս եթե Աստված առաջին է ամեն բան դերգին է շատ ճիշտ է շատ ճիշտ է մեր ամփոփ առաջ փնտրեք երկնքի թակավորությունը Աստծո գամքը ուրեմն բնավորությունների մասին ենք խոսում բարգություն կամ համբերություն արդյոք ավելի քիչ հբարդեմ կամ ավելի շատ խոնար հբարդություն հագարակը խոնարհություն հասունության չափանիշ են ասում հոգևոր չափանիշներ են ամեն մարդ ինքնին տոդ այս հարցը ես այսօր մեր մեջ հբարդությունը գա հբարդության մեղքն է որ սատանան անգում դվեց ուզում էր աստվածանալ հա աստծո տեղը գրավել ամեն բապություն անգե մենք այդ շարունակում ենք մենք շարունակում ենք սատանային բնույթը մեղքի բնույթը մեր մեջն է եւ դերը մեր իր արյունով լավանում է մաքրում է փոխում է մեր մեջ եսը գա նույնիսկ եթե ապաշխարեք էլի ես ունե բայց եսին դեր բիտնենք դերը ուրեմն արդյոք հբարդեմ կամ ավելի խոնար ավելի քիչ ես ասել եմ կամ ավելի շատ արադացեն քիչ առաջվա կուսած երբ մարդը այր է տանում այլևս իրանցի մասին չխոսում ընտանիքի մասին խոսում զավակների մասին խոսում շրջապատի մասին ես հասունության չափը ես
ինչ որ դեր ինձի դված է ինձի համար է, թե ոչ ես կորզածելու եմ իրեն համար։ Ես հարցերը, գիտես, հատու մեծ իմաստություն դարձավ պետք ունենք։ Ավելի քիչ դժգոհ եմ կամ կողունակ եմ։ Մունատ դենքով աղոթք Մունատով աղոթք Եկեցիկա ուրախ սրդով կպաշտեք 30-ից դխուր է Մունատ դենքով ուրախ սրտի մասին է խոսում Ներսը ծույց տողնա ուրախ ես ուրախ նեղված ես նեղված Ծույց տուր մասկան հանեմ Անի Կամ սրբության ծևեր մեկ չմենք դա Դերասանություն Ինչ որ ենք ասենք, լավ եմ, մատ եմ, այսպես եմ, դեր ինձ ասպես է ստեղծիչ Սո այդ գիտակցությամբ հարցեր պետք է դանք և ի վերջո ավելի քիչ գաղվածություն է մարդկանց կամ ավելի շատ աստծուց Հեսալ միշտ շամանիշտ Ումից ենք գախյալ գաղված ենք Արդի մոդարից մեկ ժամնից ես երեք Ոչինչ ունենք, մի քիչ ուշ սկսեցինք, մի 10-15 րոպե ունենք Ես ժամանակին եմ ադոր համար Արդի ումից ենք գաղված Մենք մարդկանց ենք պավարարում, գոհացնում Մարդիկ է մեր չավա չէր աստված Ումից ես գաղված Ասոր քովր եմ աշխատում, վատ խոսամ, էսենց կլա, այդենց կլա Ումից ես գաղված Հույսըդ ում վրա ես, վստահությունդ ում վրա ես ծրում Ով է քուչապանիշիտ Հետապար ամենը կարևորը այս երկու գետեր ենք միան մայսով հասնում հասանելի դարձնելու համար ոչ թե ես որքան ժամանակ է հավատացյալ եմ քրիստոնյա եմ հարցը Դավիթի չլա Հապա ես որ չափ Քրիստոսին եմ նմանվել շատ կարևոր ամփոփիչ միտն եմ տալիս Պատմությունը գար, էլի պատմությունը ներկայացնեմ, մեր գար 25 տարի մեկ գործարանի մեջ աշխատում էր եւ 25 տարի մարդիկ երկացել, բայց մարդը նույն գործարանի մեջ աշխատում էր եւ մի օր յետա շեֆին ասե շեֆ ես 25 տարի է փորձառություն եմ, 25 տարվա փորձառություն եմ, այս գործի մեջ աշխատում եմ Իմ աշխատավարձքս բաներս չի փոխվում Ղեկավարը գսե դղաջան տուն այս գործարանի մեջ դու մեկ տարվա փորձառություն ունես 25 տարի նույն բանը գրնում ես Այդ ակրկիր բաներ Դու մեկ տարեկան Այսինքն 25 Բզիկ բամը ունիս գիտելի 25 տարի նույն բանը գրնում ես ոչ թե 25 տարի նոր փորձառություն մեկ հոգևոր ծնունդ ունեցած ենք 25 տարի ուր ենք աճեր 25 տարվա մեջ Գրա 25 տարի եկեցի քաս բայց մեկ տարեկան ես դու Այո Պողոսը խոսում Հավատի մեջ Մեր ապրած կյանքը բիդաբացուցե որ մենք փարսացվել ենք Քրիստոսով նմանվում ենք իրեն Չափանիշի Քրիստոսն է Ես անցյալ տարի ինչպես էր 10 տարի առաջ 5 տարի առաջ արդյոք ինքնակնդությամբ որ նայում եմ ես ոչ չափ Քրիստոսին եմ մոդեցել Չափանիշը սա է հոգևոր հասունության Եթե խոսում ենք հոգևոր հասունության մասին Ոչ թե մենք այս այդ լավ ես արել որ չափ Հիսուսին ես նմանվում եղբայր Քու մտածելակերպդ Քու վերաբերմունքդ, քու որոշումներդ, քու քրբանդ, քու տրամդ, քու ժամանակդ, որ չափ Հիսուսին է նմանվում։ Ես չափանիշ եմ։ Ինձ կարևոր չի քու անունով ծրաշները դինքսարինք տարինք։ Որ չափ Հիսուսին է նմանվում։ Հիսուս եւ միայն Հիսուս։ Հիսուսի չափով հոգևոր հասունություն չափվում է մենք Հիսուսի նմանվելով, ոչ թե կործելով։ Մենք շատ անգամ պատվելի իրար մասին կարծիք են կազմում արածների վրա, քան եղածի։ Այսինքն տեսան աշկի երևույթով։ Այս մարդը շատ բավարարում է, մարդկանց ցույց տալիս։ Ինչ-որ լավ, բայց իրականության մեջ պատվելի կարող ենք ասել, որ հոգևոր հասունությունը դա ներքին հոգևոր վիճակն է, որ չի երևում։ Այո Դա չի էր, մենք դա չենք կարող տեսնել իրար մեջ։ Եվ դա թաքուն տեղն է ձևավորվում։ Թաքուն բայց արդացոլած։ Այո, հետևանքները ցույց են տալիս։ Հիսուս չեր գնալ, երբ քնում էր աղոթելու, մարդիկ դեռ աղոթում շփվում էր։ Մեր կյանքը
մեր վարած կյանքը ինքը չափանիշ ցույց է տալիս մեր հոգեվորության հասունությունը։ Այո, Մեր Թրամը ինչի վրա ենք ծախսում, ադի ցույց է տալիս։ Ցավոտ։ Ասած că օրինակ Թրամը ես խոսում եմ որպես բիզնեսմեն եւ ալբոմ մեջ եմ եւ պարկաս Թրամը շատ ուժեղ չափորոշիչ է հոգեվոր հասունության։ Նորեն են գրնում Թրամը շատ ուժեղ ինչպես է վերաբերվում։ չափորոշիչ է, որտեղ ասում որ քու ունեցվածքը դե քու սիրտը թոն է։ Դու սիրտը Թրամի վրա, ադոր մար Թրամի վրա ասում եմ, Թրամ շայլը որ մենք էներգիա ենք տալու, ասում ենք, ուղղակի գաբուն մեր կյանք հավասար է Թրամի, դե գոբի ծևով տնենք, Թրամը հավասար է մեր կյանքին, այսին բաստագերով մենք կյանք ենք տվել, ադոր քրդինք ենք տվել, ժամանակ ենք տվել, չէ, էներգիա ենք տվել, միտք ենք տվել, երկիր ենք փոխել, մանգերություն ենք փոխել, ավելի հաջողակ բաներով, լավ, այդ ունենալ են վերջ, ինչպես ես կորզածում ում համար ես կորզածում դաղանտը քու ցայնը Աբրահամ թուն դերկի ցայնը դվեր այդ ցայնով ով է բարավորում թուն մարտիկ կամ ասված ես ալ երկու երբ սիրում եմ ավոր ցայներ սիրում են հաջուկ են գանում բայց մեր համար չէ ցավոտ ճիշտ է լսարանը դերն է դերը բիտ բարավորի քու ցայնով ես Աբրիս Աբրահամ օրնվեցա ես Մարտի գործունեություն շնորհակալ եմ։ Ուրիշ խոսքով մեզի դրված որը բաները մեզի հանցնված է, մեզի չէ, հատալի ուրիշ թեմաներ են, եթե դու եմ ցածում։ Մենք ինչպես ենք կորզածում։ Հասունության չափը, հոգեոր հասունությունը։ Հիսուս ասված ըլլալով իր ասվածությունը իրեն համար չէր կորզածում։ Մարդկության համար էր կորզած։ Ամեն։ Հիսուս ամբողջ կյանքը անցնուրած։ Ամեն որոշումը աղքատներ դեսնում, ոչ թե հարուստը։ Մեր աղքատին քո, մերագին քո։ Աղքատի Անդեսված է, ուրիշ ներանդոքով էր, տանցքսը։ Ուրեն Հիսուսի նմավիլը, գոբիդ ասած մեր հոգևոր հասունությունը գերև, նա ով է պարավորվում քո որոշումներով էտ։ Մի ձևով կարծես թե մարտահրավերս նետում աշխարհի սիստեմին, որտեվ աշխարհ ուրիշ հակառակ ես, այո, ոնց որ հակառակ գնաս աշխարհի սիստեմին։ 90 օրեգա օպերայի երկիչ երկույչիներով շրջապատված է գոբիդ ասած եւ մշակութային բոլոր առաջնորդ Կոհարկաս Մարյանի Ինչեգիչյանին ամեն ղեկավարներուն կոնսուլ որ մարդկանց կսովեցնեն որ փեմորելած ծապ թունաչապի լավ երկես ոգե ծապ զարգան ադիրը չափանիշներ ուրեմն լավ է եթե շատ ծապտաբես հաջողել է ապշում է Vice matermece, scap deri vorbia hier, cum pați acasă opera e meste vorbia hier. Ezet kritikler şat panerim kritika panerim meteskan. Kontrasta vor aşkar mi panasum. Der ուրիշ panasum. Եվ ընդհանրապես աշխարհի սազը դիրոջ կամ կին հագարակ։ Այսինքն պատվի չենք կարող հետաքրքիր մի բան հասունության մեջ կա այսպիսի ստանդարտ, որ տերը դրել է։ Չես կարող մի քիչ աշխարհ, մի քիչ երկինք։ Չես կարող մի քիչ հոգևոր, մի քիչ մարմնավոր։ Մարդը սիրում է սա խաղն։ Значит, շատ նոր բարձ է սազը Աբրահամի երբայրը։ Մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհին չենք։ Այ հենց այդ ամբողջ խնդիրը։ Մենք աշխարհի մեջ ենք, աշխարհի հետ պիտի սպասվենք, աշխարհի մարդկանց պիտի ադալ իմաստություն գվահաչի, քիչարացած իմաստություն ոնց անենք որ աշխարհի մարդուն այս ղեկավարին, այս վեհապարին, այս վարչապետին աշխարհը նայում է հազարատ բան գուտա քննադատեն կամ լավսեն հարցը դա չէ, բայց Հիսուս ինչ կսե Հիսուս ինչ կներ այս մարդուն հետ մարդարավերը սա է մենք թադելու իրավունք չունենք մենք ինչպես կրնանք աշխարհիկ վիճակի մեջ բարեփոխում բերել Հիսուս ինչ կներ այս մարդուն հետ գիտենք որ այդ անփարության մեջ գտնվա քարգոզելու ենտակ եղած կնգան հետ Հիսուս ինչ արեց կնանքան մեղմիկոտ So աշխարհի մեջ եք բայց աշխարհը չեք մենք Հիսուսի մտնում ենք ամեն մի հատ խոսք կա, որ ասում Աստված մեր մեջ ներգործում է կամենալ եւ անելը։ Անելը։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞, այսինքն
ներշնչվում ես նրանով, ներգործվում ես, նրա հոգին որ մեր մեջ է, խոսքի տեսքով, այդ խոսքը փաստորեն մեր մեջ ներգործում է, մեզ գեներացնում է մեր մեջ մեր քայլերը, որպես նորեն ես միշտ կարոզել եմ եւ հիմա էլ ասում եմ Աստված ամենակարող է ամեն բանալու բայց Աստված ոչ մի բան չներ Աբրահամին առաջի առանց թույլտվությամբ քու մեր որոշումը իրեն թները բացում հենց մենք այո ասում ինքը նոր գործում է ասենք համակորձակցություն կա մարդուն ազատ կամքին եւ Աստծո կերիշխանության Աստված ներշնչում ինքը անում ինքը արել է մենք միան մեկը կրակ մի դվարենք մի բացի թուրը այդ մասը մեզ գախյալ է մարդուն որոշումներ անդամ մենք սրդի թուրը բաց որ գսենք Պատվելի ջան ճիշտ ես ասում համաձայն եմ բայց եթե մենք չլսենք խոսքը ոնց կարող ենք այո ասել այսինքն ի՞նչ է կատարում խոսքը լսում ենք եւ այդ խոսքը մեր մեջ քանի որ ինքը կենթանի է մեզ այո ասել է տալիս բայց դու որոշում ես լսել չէ խոսքը ինչպես դու որոշում ես լսել այո ես լսել եմ չես լսել բայց Կացել ես լսելու, կամ ռադիոն բացել ես։ Որ շատերն են լսում, չեն կարող ասել։ Հիմա ասել դու որոշումը գայացնում ես, որ գուզեմ լսել։ Այո։ Դա բավարար է։ Այդ առաջին քայլը, ոչ թե բավարար է։ Հələ միան ծնունդն է։ Առաջին գեդը Աստված չի ստիպում մեկուն։ Աչափ սիրեց որ մեզի իրեն խաչելու ասում են իմիները լսում են ին ձայնը եւ գալիս են ին ետևից ամեն նրա ձայնը լսել է պետք հենց կարողացանք լսենք այո մենք չենք կարող ասել Ցայնը չի գնա որ չլսվի ցայնը երգինք երևությամբ Աստծո փառքը կմատնեն ամեն դեր նայում Աստված կա մեր ճոսը դա շատ կարևոր է ոնց կմաչնես այո մարդը չի նկատում տեսնում է բայց չի նկատում Աստծուն աչքերը մեր կորձը այս հերոստագայինի ռադիոգայինի կորձը հասցնել է ամեն մեկից որ գանք իրեն վգաները լանն է Քրիստոսի վգաները լանն է եւ Աստված անոնամար իր երկրորդ քալուստը բիդի չի լինի միջև որ ամեն մարդ արիտ ունենա լսելու եւ որոշում կայացնելու մի կարևոր բան էլ հարցեր բարձրացնեմ պատվելի ասեք այս հարցը ես շատ եմ սիրում նաեւ կարող ենք հասկանալ մեր աղոթքների միջոցով որքան ենք հասունացել Սա շատ կարևոր է Թեմայից հիմա դու առաջ դու 5 րոպե ունես այս հարցի պատասխանելու ուրիշ միս գեդերս որգան առաջինը ասենք երրորդ գեդը որգա զանա Հիսուս աճում էր նաև Աստուծո շնորհ գտնելով Աստուծո շնորհ գտնել մենք Աստծո շնորհը ինչպես ենք իմանում Աստծո հետ հաղորդակցությամբ մեր հարաբերությունը մենք աճում ենք հարաբերության մեջ միշտ որ մենք հոգեորպես մեծանում ենք եւ դիրոջ ոնց որ երեխան իր հոր ցերկը բռնում է ցերկ գնում է դեսնում բաբան ուր է գնում ուր է գալիս այդ հարաբերության մեջ իսկ մենք ինչպես դիրոջ այդ հարաբերություն կրնանք ունենալ 5 արագ գեդերս եմ առաջին իր խոսքի աղոթքի միջոցով մենք սովորել ենք խոսել Աստծո հետ աղոթքը Աստծո խոսք բարձրացնել չէ Աստծո ցայնը լսել է ինչ կարևոր բան է ասում պատվելի շատ կարևոր է մեկ երկար արագ փաչի է լրել է եւ նաեւ թելադրում են թե ինչպես անի չէ մեր խնդիրները ասում են թե ասում են լավ կնի այսպես անես մենք Աստծո աղոթել հավասար է լսել իր ցայնը շատ կարևոր լալ մեդիտացիա մեջ լալ դեր կու սրդի ցանկությունները գիտե մեր խնդիրը մեզ լավ գիտե շատ լավ գիտի հասկիզար adamın աղոթքը այդ հարաբերությունն է եւ որ աղոթքի միջոցով մենք իրեն ցերկը բռնած ենք ուրիշ ցայնը որ գան մենք ջոգում ենք Աստծո մեջ մենք իր ցայնը ենք լսում եւ ասում այո ամեն եւ աղոթքի մեջ դեր ասում մեզ ինչ պիտենք ինչ պիտ փոխվի ինչ է դամքը աղոթքը այդ հարաբերությունն է ծնողի հնագես հաջող պատկերացնենք ծննդատան մեջ կամ չսենք թե nursery ասենք թե 20 երեխաներ կան մանգամը սուրի մեջ ասենք թե 1 տարեկան 4 տարեկան հիմա մայնատուսն է եթե
Ad երեխայը գորան ad մայրը որ իր երեխային ցայնի եւ որ երեխան ad մայրը գիտի որ ad իր Այսինքն երեխան երեխայի ձայնը համաձայն իհարկե դա այդպես է պատմել այդպես է մենք մայրը գիտի ad ցայնը իր երեխային ցայնը Աստված գիտի եւ մենք ապետք գիտնանք Աստծո ցայնը բարբերելու ենք այլ ցայն մենք հիմա ասերախոսը որ բռնենք ոչ չափ ցայները կալիս ոչ չափ բաներ հրաբուրներ հրավիրում եք ես Մեր կյանքի իրադարձությունն էլ այստեղ ամբողջ բացում ես մտնում ես մեջը այս կոմենտը այդ կոմենտը նայում ես գնում նայում ես որ Աստծո մասին բան չի գալ մեջ Ոչ չափ մենք ուրիշ բաներով ենք սպառվում Հələ մենք Աստծո ցայնը լսել աղոթքը առաջինը դիգար որ ասեցիք երկրորդ Աստծո խոսքը սովորել լսել Աստծուն Աստծո խոսքի միջոցով թեմա եդեք քրոս հիմա Աստծո խոսքի միջոցով ոչ թե աղոթքը մենք բան Աստծո խոսքը գարտում ես ինչ ես լսում Դա էլ աղոթքը ինչ նամակի արդեն խոսում եք ես Աստված իր խոսքի իր խոսքով գրված խոսքն է սա Աստվածաշունչ իր շունչով ներշնչված գրված նամակն է ուզում ես Աստծո ցայնը լսել կարդա Աստվածաշունչը Աստված խոսեց Աստված ասեց երազ դեսա սա դեսա ակվերցացրեք երազներով չգիտեմ Աստված իրական ասում է Ադուք Աստված դեպի երազներով խոսեն ինչպես Դավիթին ինչպես Դանիելին ուրիշներուն կխոսի բայց դու նատ նշաններ մի փնդեր եղբայր Աստված հստակ ասել է իր խոսքի միջոցով Աստծո խոսքը լսել Անկած բան չկա Լը մեջ ամեն բան կա մենք մի սորվինք ամաստյան եթե խորանում ենք նոր հասունության չափերում ասենում հասունության չափեր հաջորդը երկրպագության միջոցով սովորել բաշտել Աստծո գնում ես երկում ես բայց երկրպագում ես բաշտում ես թե ոչ երկում ես Ես մենք ադովրա ենք որ աշխատելու ենք ասու պատերը ինչպես գիտես Աբրահամի վարդունամասը սկզբը փակենդարի սադրոմար երկրպագում ենք քալիս ենք Գետրոնը Աստված վիդելա Եգետրոնը միապանության գետրոնը որտեղ երբ միացյալ մենք փարապանում ենք արդեն Աստծո կապն է կատարում չէ եւ որ եղբայրները մեկ են եւ գետրոնը փարապանությունը առասված ուրեմն Այդ բաշտամունքի հոգին, բաշտամունքը անձնազոհությունը սել է, մեր անձը զոհում ենք, գետրոներն ենք տնել, հաջորդ չապանիշը դա, մյուս չապանիշը հասունության, սովորել, հնազանդ, սովորել հետևել Աստծուն, լավ, Աստված ասեց, բայց ոնց եմ անելու, այդ քիչ առաջ չապանել, Աստծուն հնազանդ լինել, սորվածս իրականացնելու, ոչ թե միան ինֆորմացիան հալու, արդյոք իրականացնում եմ, ինչ որ ասում եմ, միա բան եղեք, Աստծո խոսքը գարտա, աղոթք գրե, անում եմ, ես դիսցիպլին կբանջի, մեր կոմանը, որպեսզի աճենք, հոգևոր հասունությունը նաև գարկաբահություն կբանջի, ոնց որ ես մարզանքի երտամ շաբաթ երակում ադունը գելեմ, ասում եմ, դերտամ մարմինից ճնշում եմ, որ պետք է մարզվիս, հոգևորապես ինչ ես անում եւ վերջին գեդը հաղորդակցություն կբանջի հասունություն մեր հավատքի հասունությունը գերեւնա մեր հարաբերության մեջ հավատացյալի հետ եւ հավատացյալի թույս աշխարհին հետ ասում չափանիշներ են հարաբերությունը շատ կարևոր հարաբերության մեջ գերեւնա ոչ թե որ ամեն բան լոխ լավա Տունա դեղը հավատացյալ ես եւ որ ամեն լոխ լավ չէ եւ նեղության մեջ ոնց երևնա քու հոգեոր հասունության չափանիշ է եւ որ մեկը բրոկային մեջ քեզ նեղացնում է սիգնալը դալիս սայան ես ալադոր մեջ եմ միշտ ես էլ հոն երևնա մեր հոգեոր քու դեղդ մեկ եկավ արավ ասկա մի խոսք ասեց տունա դեղ գուլես տալիս ասպեկ չեր ասել ինձի բավարար շոյեցիք չքնադեցիք ինձի այդ դեղը Շնորհակալություն Չէ, հետևի մարգարեները չմիացրի Շնորհակալություն հասկանամ Հոգևոր հասունություն երևնա մեր առօրյա կյանքի մեջ Այո, պատվելի 100% Այսինքն ինչքան պետք է ուշադիր լինենք այս երևույթներին բազմաթիվ էր կետերը գուցե շատերը չհիշեն բայց իրականության մեջ ամեն արտու ամեն երեկո կարող ենք ասել քնելուց առաջ մի հատ հասկանանք ինչ տեղի ունեցավ որտեղ սայթակեցի որտեղ այնպես չէր եւ ոչ թե մեղքը գցենք ուրիշների վրա քննադատենք այլ հասկանանք մեր սխալը ինչքան լավ բան ասա
Եվ անգելելով նորեն գսեմ ամբողջ համար մեր այսօրվա զրույցը հոգևոր հասունությունը միդելա ցերեսած մեզ ինքնակնությամբ հաստալով որ ես այսօր որչափ ավելի Հիսուսին նմանվեցի կամ յետքացի որտեղ հոգևոր հասունությունը աճ է ընթացք է բամը չէ որ հասել ենք սրբությունը այդ չէ որ հասել է սրբության սրբոցը մենք ամեն օր իր հասակին մոդենալու ենք ամեն եւ դերը մեզի թույլ է տալիս բայց որ մենք փոխվենք մեր դեր չէ վերջացածուն հասել ես աջանակ չէ անտատար ընթացք է քանի մարմնի մեջ ամեն օրվա փոփոխություն է այդ ես նսեք որչափ մոդելում ենք արդյոք ես շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ Պատրելի ջան Տերորդնի շատ կարևոր թեմա է շատ իրոք շատ բաներ ընդունեցինք եւ մաքուր Աստծո խոսքներ ես կուզեի ասել որ սա Աստծո սրտի խոսքն է ամեն Տիրոջ նպատակը թույլ տուր մի բան ասեմ հայտարարեմ չեմ վախենում Տիրոջ խնդիրը մեր գործել չգործելը չի Տիրոջ խնդիրը է որքան ենք ուզում նմանվենք Քրիստոսին ամեն Եթե մենք այդ ճանապարհին նրան նմանվելու սայթակենք էլ ինքը այդ հարցերը կլուծի բայց մեր մեջ թող չմարի Քրիստոսին նմանվելու այդ փափագը դա չմարի նշանակետես Ես կարողա շատ մեղքեր չգործեմ Մարդիկ տենան ինչքան անմեղ եմ ես բայց եթե չունեմ այդ նպատակը Քրիստոսին նմանվելու Ես ամենամեծ մեղքի մեջ Բուքսավադ ես անում Բուքսավադ Յուղ ենք վառում Եղած ներկեցած ես մարդկաց նայում էր քեզ Բայց Հիսուս ասում է իրեն նմանվել Ամեն օր մեկ այլ առաջ տեմ Հիսուսին Պողոս Արաքյանին ասած եմ մորցած եմ յետևի դիտոսներս ամեն մեկը աղբ եմ համարում չէ Նշանագին տրված նշանագետին եմ մրցույթին Այդ մեր կյանքը բասկի մեջ ենք մրցույթի մեջ ենք Անգախ մեր վիճակներից դեր նայում մեր շարժարիթին, մեր սրտին, այսօրվա վիճակիդ ոչ թե ինչ եղել ես, ինչ ասել ես ուր ես գնում ոչ թե ուր ես գնում Նշանակել է Հիսուս Քրիստոսն Կարևորը դա է Ամեն Շնորհակալ եմ Պապելի շատ կարևոր խոսքի համար Տերորդնի ձեզ շատ հաջողված պատխաբեր եղեք Մերսի Եվ կխնդրեմ ձեր աղոթքով ավարտենք Եթե կոչ ունեք սիրով եւ ձեր աղոթքով ավարտենք Ինչպես Ուզում հայդարարության բանոval մի բան ասել մեր ուրբաթօրվա դերգամի սիրելի հերիստատիդոներ եւ քույրեր եղբայրներ ովքեր մաս են գազում Հայաստան մեջ կամ Հայաստանին դուրս որ գտնվում եք ուրբաթօրը ժամը 7:07-ին ցես հրավիրում են Երևանի ավետարական եկեղեցու միապանության փարապանության երեկոյին ուր տարբեր եկեղեցիներ եւ Հայաստանի հովիվները համար եւ բոլոր եկեղեցիներ հովիվներ որ գրծակապայել մոտ 70-80 հովիվներ հրավիրած են եւ մեդիկան միասնապար ասում բաշտենք մեր հանդիպման նպատակը այս նոր սովորույթն արդեն երկրորդ անգամ է շարունակական բնույթ ունեցող մի բան լինելու Հայաստանի եկեղեցիներում մեջ կզենք հովիվներու միապանությունը եկեղեցիներու միապանությունը որտեղ առաջին գեդը դա է միապանություն որտեղ այսօր դեսում ենք դժբախտաբար Հայաստանի մեջ մեր մայր եկեղեցին եւ pedagogan իրավիճակները դեսում ենք եկեղեցու բատկերը աղաղաղված է այդպեսին չէ ինչպես որ Քրիստոսի եկեղեցին է մենք կզենք ավետարանական եկեղեցինով միապանությունը զորացնել եւ եկեղեցին Քրիստոսի եկեղեցին եւ լույսը լա Հայաստանի մեջ եւ իր ազդեցությունը բել է բոլոր ոլորտներում վրա իմ անձնական դեսիլքս է սա եւ Աստծո գամքն է ադորում աշխատանք եմ դարում եւ փառք եմ դալիս բոլոր քույր եկեղեցիներուն գազམ་ագերություն որոնք միանում են եւ գիսվում են եւ օրհնում են ընդհանրապես ով որոնց որ դեսիլքը բաժնեկցում են միան օրհնանք են ստանում երկրորդ միապանությանեն զատ միացյալ փառապանությունն է Ուրեմն երենք շեշտ ատվում մեկադը միապանություն, բայց միապանություն ինչի շուրջ փառապանություն Քրիստոսի շուրջ։ Մեր նպատակն է միապանության մեջ Քրիստոսը մեծարել փառապանել։ Ադորամար դարբեր եկեղեցիները հրավիրում ենք նաև փառապանության երկոներ, առաջնորդներ այս անգամվա մեր հյուրերը միդլա մեր սիրելի հարկաժան Աբրահամ եղբայրը եւ նաև Մերի Հովանեսյանը եւ
Նարա Տոմասյանը, Դավիթ Թորոսյանը, հովներ Դավիթին ասեցի շատ ուրեմն մինչ հարավանական պարապանդան անցամբեսալ մասեմ գազմերու մեջը անակ որ քերեցիկ միապանության հոգիով քերեցիկ նոր բան է նոր մոդա են սկսում բայց պես ասած տրադիցիա աստծո փակ բերելու փածոդիա այքի մեջ եւ որ մենք ելելով մենք ուզում ենք շփումները զորացնել եկեղեցիներու հովիներ իրար հետ ընտանիքներ եւ իրենց ընտանիքներով են գալիս ադալսեմ ոչ թե միայն հովիներ իրենց գոհագիցներով եւ անգե հետ նաեւ ուզում ենք զարգացնել Հայաստանի մեջ հոգեվոր երաշտյան մագարտակը դեսագը որագը որ շինիչ նոր երկերը ստեղծագործելու բերելու ինչպես մեր հակաժան Աբրահամ եղբայր ունի բազմաթիվ երկեր ունեն նաև այլ երաժիշտներ եւ արիտ ենք դալուս բոլոր եկեցիներում որ իրենց կարողություն են ներտնեն եւ իհարկե որ մոդերնի քերեցիկ երաժշտական օրկեստրա ունենալու գենտանի օրկեստրա Հայաստանի մեջ ավետարական եկեցոներ որ Հայաստանի մեջ մենք բոլոր այրերուն pedagogan այրերուն եւ բոլոր գազམ-ություն Քրիստոսը ներկայացնենք երաշտան միջոցով, որտեղ ունենք շատ լավ դաղանտներ, անցիկ եւ երաշտությունը որպես կորզիկ են կորզածել Աբրահամ եղբայր, միջոց են կորզածու երաշտությունը։ Ուրեմն այս կապարիշուց են հավաքվելու հրավիրում եմ ցեզ անձնապես մեր եկեցող IQ-ում վաղաշանդասներու հասցեում ոնց է հասցեն մի հատ Վաղաշյան 12 ես հիմա գրեմ որ Վաղաշյան 12 Երևանի ավետարանական եկեղեցի ներքևը կաֆեում եւ ապակային նաեւ տահլիճում մենք ասկի առաջալրած ենք աս միասնական ծառայություն դերգամի զարգանալու է եկեղեցին Վաղաշյան 12 Երևանի ավետարանական եկեղեցի այս անգամ կաֆեի մեջ բիդենք ներքևի մասում եւ ուրիշ անգամ տահլիճի մեջ Հանակ որ այս գիտակցության բոլորի դալ հրավիրում ենք, խնդրում եմ աղոթող լինեք Հայաստանի եկեղեցիների միապանությունը զորացնելու հետ կապված եւ Հայաստանի մեջ ավետարանական եկեղեցիները միասնապար իրենց միապանությամբ ցույց տան աշխարհի, որ իրենք Քրիստոսի հետևորդ են։ Ամեն։ Նպատակ եկեղեցին այդպես։ Ամեն։ Աղոթքով վերջացնենք։ Այո, սիրո։ Դեռ քալիս են քուներգայություն մեջ անուն հոր եւ որդու եւ կուսուրբ անունով, որովհետեւ իտուն այս հաղորդումը որ մենք հերարցակվեց օդի միջոցով տուն դիրում ես ամենին վրա օդի իշխանին վրա տուն դիրում ես եւ ադորամար կխնդրենք այս դարածված պատկամը խոսվածը ովքեր լսեցին ովքեր պիտի լսեն կորզած կոնվոն парքին համար զորացնես լսողներուն մեզ հասունության չափով զարգացնես օգնես որ ամեն լսող Հիսուսին ավելի նմանվի մեր ընթացքլան նմանիլ Հիսուսին միայն Հիսուսին եւ парքին դարիս այս բային համար Աբրահամ եղբոր համար օրնես այս հաղորդակայանը եւ ինչ որ գլա այստեղը դու բոլորով Հիսուս Քրիստոսը փառավորվի եւ այս կտեկոմ парքին համար եւ աղոթ եմ մասնավոր ուրբադորվա հանդիպման համար հրավիրես բոլոր հովիվները, բոլոր երկիչները, բոլոր երաժիշտները, որպես կան միապանվեն քու շուրջը եւ իրենց կարողությունները տնեն Հայաստանի մեջ, Հայաստանի հոգեվոր զարթոնքին համար, Քրիստոսին բարգամը դարածելու համար եւ մեր կարողությունը դգարությունները տուն փառավորվիս եւ այս կրտենք ու փառքի համար Հիսուս Քրիստոսի անունով անուն հոր եւ որդու եւ օգուն սրբով ամեն ամեն բարգեստեր ամեն Պատվելի շատ շնորհակալ ենք Լևոն եղբայր շնորհակալ ենք որ եկար եւ այս կարեւոր պատգամի համար շնորհակալ ենք Տեր օրհնի ձեզ այն ինչ ծրագիր որ ունեք Տիրոջ կամքի մեջ թող կատարվի ամեն հանուն Աստծո փառքի հանուն թագավորության Տիրոջ Տեր օրհնի ձեզ շատ ամեն Slava Bogu God bless Աստված օրհնի Տիրոջը Այսպեսին է սիրելի քույր եղբայրներ մեր այսօրվա եթերը հուսամ ինչ որ մեկը գուցե առավոտ արթնացել էր հարց ուներ չգիտեր ինչպես լուծել այդ հարցը բայց հարցերի հարցը սա է ինչ էլ որ անես արա այն չափորոշիչներով որը քեզ կհասունացնի հոգեոր կյանքի մեջ եւ Քրիստոսի պատկերին նմանակից կանի Տեր օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ Մարանաթա Տերը շուտով գալու է ամեն